Բարև ձեզ, հաջողակ հայեր կան ամենուր, անգամ հեռավոր Հոնկոնգում։ Մեր հոնկոնգցի հայրենակից Միքայել Յուսուֆյանի ընտանեկան բիզնեսի հաջողությունը ավելի քան 200 տարվա պատմություն ունի։ Մայքլ Յուսուֆյան, Հոնկոնգում գործող Յուսուֆյան Limited ոսկերչական ընկերության հիմնադիր եւ ղեկավար։ Զբաղվում է լյուքս դասի թանկարժեք զարդերի արտադրությամբ։ 19-րդ դարի կեսերին հիմնած ընտանեկան բիզնեսի 4-րդ սերնդի ներկայացուցիչն է։ Մասնագիտական կրթությունը ստացել է Բրիտանիայում եւ Շվեյցարիայում։ Ժնևի գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցի շրջանավարտ։ Շվեյցարացի հայտնի ոսկերիչ Ալբերտ Յուսուֆյանի որդին է։ Պարոն Յուսուֆյան, գիտեմ, որ դուք ընտանեկան բիզնեսի 4-րդ սերնդի ներկայացուցիչն եք։ Իսկ ով է այն հիմնել եւ որտեղ։ Այն հիմնել է պապիս պապը։ Նա ոսկերիչ էր, աշխատում էր Թուրքիայի կառավարության համար։ Հետագայում նա տեղափոխվեց Եգիպտոս, ապրում եւ աշխատում էր Ալեքսանդրիա քաղաքում։ Եգիպտոսը այդ ժամանակ պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ Նա սպասարկել է սուլտանի արքունիքը։ Այո, սուլթանն էր օգտվում նրա ծառայություններից։ Այնուհետև նա դարձավ սուլթանի պալատական ոսկերիչը եւ արքունյաց ոսկերիչի այդ բացառիկ կարգավիճակը անցնում էր սերնդեսերունդ։ Բոլոր իմ նախնիները հրաշալի ոսկերիչներ էին։ Պապս եւ նրա հայրը շատ լավ ճանաչում էին Եգիպտոսի Ֆարուք եւ Ֆուադ թագավորներին։ Ես իմ պապին շատ լավ չեմ ճանաչել, որովհետև մեր տարիքային տարբերությունը շատ մեծ էր։ Հայրս երաժշտասեր մարդ է։ Ժամանակին նա իր նվագախումբն ուներ։ Հայրս երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ է հանդիպել մորս։ Մայրս էլ օպերային երգչուհի էր։ Կահիրեի օպերայում էր երգում, շատ հայտնի էր Եգիպտոսում։ Իսկ հայրս ավելի շատ ջազի սիրահար էր, բայց իրենց հաջողվում էր ընդհանուր լեզու գտնել։ Մեր ընտանիքում միշտ երաժշտությունն ու արվեստն էին իշխում։ Որտեղ է այժմ գործում ձեր ընկերությունը եւ ինչպես է տարածվում ցանցը։ Բիզնեսը ծաղկում էր մինչև 1956 թվականը, երբ Եգիպտոսում սկսվեց հեղափոխությունը։ Մեր ընտանիքը ստիպված եղավ հեռանալ երկրից։ Մենք գնացինք Անգլիա, այնտեղից էլ Շվեյցարիա։ Այնտեղ հայրս նոր ոսկերչական բիզնես հիմնեց, կարելի է ասել զրոյից։ Ես 16 տարեկան էի, երբ մենք տեղափոխվեցինք Շվեյցարիա։ Ժնևում ես արվեստի դպրոց էի հաճախում։ Սիրում էի արվեստի հետ կապված ամեն ինչ։ Իմ հայրը Ժնևում լավ համբավ ունեցող ոսկերիչ էր։ Նա ինձ խնդրեց, որ գամ եւ աշխատեմ իր հետ։ Բայց մեր տարբերությունն այն է, որ հայրս իսկական գործարար է, իսկ ես ավելի շատ արվեստի մարդ եմ։ Այնքան փող աշխատելու մասին չէի մտածում, որքան գեղեցիկ իրեր եւ բացառիկ ոսկերչական զարդեր պատրաստելու մասին։ Սովորաբար այդ տանդեմը գործարարի եւ արվեստի մարդու շատ դրական արդյունք է տալիս։ Հնարավոր է, բայց հայրս հին սերնդից է։ Նա չէր ընդունում իմ գաղափարները։ Գործի վերաբերյալ մենք տարբեր պատկերացումներ ունեինք, թեև ընտանիքում շատ մտերիմ ենք ու միասնական։ Գործնական այդ տարաձայնությունների պատճառով 15 տարի առաջ ես որոշեցի տեղափոխվել մեկ այլ տեղ, որտեղ եւ իմ անձնական գործը սկսեցի։ Ես սիրում եմ հորս, հայրս էլ սիրում է ինձ, բայց մենք առանձին բիզնես ունենք։ Այդպես ավելի ճիշտ է։ Այժմ հայրիկը ողջ է։ He is 88 and he is in Geneva. Այո, նա 88 տարեկան է, Ժնևում է ապրում եւ նա շատ լավ բիզնեսմեն է։ Ամեն օր առավոտյան ժամը 7-ին արթնանում է իր գործը ղեկավարելու համար։ Իսկ ես տեղափոխվեցի Ասիա եւ ստեղծեցի մի ընկերություն, որը Հոնկոնգում սեփական յուրահատուկ ոճն ունի։ Հոնկոնգը ոսկերչական բիզնեսի եւ ադամանդների առուվաճառքի աշխարհի խոշորագույն կենտրոններից է։ Բարենպաստ հարկային դաշտը, մաքսային ազատական օրենքները, կոռուպցիայի բացակայությունը, Շանհայի ադամանդների բորսայի մոտ լինելը, զբոսաշրջիկների ահռելի հոսքը, չափազանց գրավիչ են դարձրել այս փոքրիկ երկիրը թանկարժեք զարդերի արտադրության նպատակով արվող ներդրումների համար։ Չնայած նրան, որ Հոնկոնգը համարվում է երկրագնդի ամենաթանկ քաղաքներից մեկը, աշխատուժը այստեղ ավելի էժան է, քան Եվրոպայում։ Ամեն տարի այստեղ անց է կացվում Hong Kong Jewelry Game and Fire կոչվող ցուցահանդեսը, որը ոսկերչական զարդերի եւ թանկարժեք քարերի խոշորագույն ցուցադրություններից մեկն է աշխարհում։ Իսկ հայրիկը Ժնևում նույնպես Յուսուֆյան բրենդի ներքո է հանդես գալիս։ No. Ոչ, նա Շեֆիլդ բրենդն է ներկայացնում։ Հայրս ավելի շատ անտիկ ոսկերչական զարդեր եւ քարեր է նախընտրում, բայց նա մեր ազգանունը չի գործածում դրանք ներկայացնելիս։ Չգիտեմ ինչու։
Ինչու որոշեցիք, որ ձեր բրենդը պետք է կոչվի հենց Յուսուֆյան։ That is because I have Ես չեմ խոսում հայերեն, բայց ես միշտ հպարտ եմ եղել իմ անունով։ Երազել եմ ունենալ իմ անձնական գործը եւ իմ հայկական ազգանունով կոչել այն։ Իմ ազգանունը շատ թանկ է ինձ համար։ Այն հիանալի է։ Հայերը հիանալի մարդիկ են, նրանք շատ են տառապել։ Ես սիրում եմ իմ երկիրը եւ ես շատ հպարտ եմ, որ հայ եմ։ Ես կուզենայի բարձր պահել այդ անունը։ Զգում եմ, որ կարող եմ անել դա եւ անում եմ։ Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ ամենուրեք ներկայանալ իմ հայկական ազգանունով։ Հոնկոնգում էլի հայեր կան բացի ձեզանից։ Հոնկոնգում հիանալի մարդիկ կան։ Նրանք պարզապես գնահատում են ցանկացած մեկին, ով գալիս է այստեղ իր արդար քրտինքով փող վաստակելու։ Հոնկոնգցիները չգիտեն, թե ով է հայը։ Նրանք պարզապես գիտեն, որ ես իրենց պես օրինապաշտ եւ աշխատասեր մարդ եմ։ Շատ ուրախ եմ, որ ինձ ճանաչելով եւ հարգելով, նրանք կճանաչեն եւ կհարգեն նաեւ հայ ազգը։ Հոնկոնգում հայեր շատ քիչ կան, բայց հայերը շատ են հարևան Սինգապուրում։ Վերջին մարտահամարի համաձայն Հոնկոնգում ընդամենը 16 հայ է ապրում։ Պատմական փաստաթղթերը վկայում են այն մասին, որ մեր հայրենակիցները այստեղ են հաստատվել դեռ 17-րդ դարում։ Տեղի հայերից շատերը բարձր դիրքեր են զբաղեցրել։ Արխիվային նյութերի համաձայն Սեթ անունով ոմն պարսկահայ Հոնկոնգում դատավոր է եղել։ 1890 թվականին հարկային ծառայության ցուցակներում հայկական ազգանուն ունեցող 7 վաճառական է հաշվառված եղել։ Դրանց թվում էր Աբգարյանը, Խաչիկյանը, Հարությունյանը։ Հոնկոնգի ամենահայտնի հայը Խաչիկ Աստվածատրյանն էր, նույն ինքը Խաչիկ Փոլ Չաթերը։ Նա տարբեր ժամանակներում եղել է Հոնկոնգի նահանգապետի խորհրդական, նահանգային կառավարության անդամ, օրենսդիր մարմնի падգամավոր, մասոնական ժողովի նախագահ։ Փոլ Չաթերը ֆինանսավորել է Հոնկոնգի նավահանգստի կառուցումը, կառուցել է քաղաքի համալսարանը, բազմաթիվ բնակելի շենքեր, հիմնել է առաջին էլեկտրոկայանը։ Նա մահացել է 1926 թվականին եւ թաղված է Հոնկոնգի գերեզմանատանը։ Հոնկոնգին է նա կտակել ճենապակու եւ կերպարվեստի ստեղծագործությունների իր բացառիկ հավաքածոն։ Նրա անունով է կոչվել քաղաքի Խաչիկ փողոցը։ Հոնկոնգցիները ինչ գիտեն հայերի մասին։ Մենք նրանց մեր պատմության մասին գիտելիք ենք տալիս։ Ես ներգրավված եմ եկեղեցու մեջ, քանի որ ես հավատացյալ քրիստոնյա եմ, եւ ինձ դուր է գալիս, որ Հայաստանի եւ Քրիստոսի միջև դաշինքը շատ ամուր է, եւ ես պատմում եմ այդ մասին բոլոր ծանոթ մարդկանց։ Դուք առաքելական եկեղեցում եք կնքվել։ But we don't have an apostolic church in Hong Kong. Այո, բայց Հոնկոնգում մենք չունենք առաքելական եկեղեցի։ Երբ Ժնև եմ գալիս հորս մոտ, առաջին հերթին եկեղեցի եմ այցելում։ Մեր ընտանիքը շատ է կապված Ժնևի եկեղեցուն։ Իսկ Հոնկոնգի եկեղեցին, որը ես այցելում եմ, առաքելական չէ, բայց մենք ունենք խմբեր, որոնցում մենք խոսում ենք Հայաստանի մասին, որովհետև Հայաստանը քրիստոնեության հիմքն է։ Ինչպես է կազմակերպում վաճառքի այդ ցանցը։ They are all Chinese. Բոլոր իմ աշխատակիցները չինացիներ են։ Վաճառքի ցանցը ես ինքս եմ կազմակերպում։ Մենք շատ գործեր ենք պատրաստում աճուրդի դնելու համար։ Մեր բացառիկ զարդերը վաճառվում են օրինակ Սոթբիս եւ Քրիստիս աշխարհահռչակ տների միջոցով։ Այս հունիս ամսին Լոնդոնում մեծ վաճառք է լինելու, որին նույնպես կներկայացնենք մեր բացառիկ գործերը։ Այս կերպ աշխարհի ամենամեծ աճուրդների սրահներում ես իմ հայկական ազգանունն եմ հնչեցնում։ Յուսուֆյան Limited ընկերությունը մեկ օրինակով արտադրվող բացառիկ զարդերի պատվերներ է ընդունում VIP հաճախորդներից, որոնց թվում են եղել շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր եւ քաղաքական գործիչներ։ Յուսուֆյան Limited-ը զարդեր է արտադրում նաեւ ոսկերչական այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Royal Oak-ը, Audemars-ը, Gerald Gentana։ Հոնկոնգում գտնվող գլխամասային գրասենյակից բացի ընկերությունը ունի նաեւ մասնաճյուղեր Ժնևում եւ Լոնդոնում։ For important jewelry, I give names to each piece. Բացառիկ ոսկյա զարդերին ես անձնական անուն եմ դնում։ Օրինակ ես ականջողեր էի պատրաստել եւ անվանել էի դրանք Հոլիվուդի մեխակ։ Այնուհետև ես նույն անունով հատուկ տուփեր պատրաստեցի։ Մյուս զարդը վզնոցը ես կոչեցի կոտրելով սառույցը, որովհետև զարդը սառույցի տեսք ուներ։ Թանկ է ձեր արտադրանքը ինչ գների են։ It is expensive because
Այն թանկ է, որովհետև պետք է կատարյալ լինի։ Զարդերը պետք է լինեն իմ ուզածով։ Շատ ժամանակ է անհրաժեշտ լինում կրկին ու կրկին պատրաստելու համար միևնույն զարդը, մինչև որ ես գոհ լինեմ դրանից։ Այդ պատճառով էլ իմ գործերը թանկ են։ Դրանք գնում են կրքոտ մարդիկ, որոնք ոչ միայն որակը կգնահատեն, այլև գործին կմոտենան արվեստի տեսանկյունից եւ ուշադրություն կդարձնեն ոսկե զարդի եւ մարդու միջև կապին։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը ինձ խնդրում է զարդ պատրաստել, ես պետք է հանդիպեմ այդ մարդուն, տեսնեմ, որտեղ է նա ապրում, ինչպես է նա ապրում, ինչ ոճ ունի եւ ինչ ապրելակերպ։ Հայեր ձեր հաճախորդների թվում կան։ Այո, կան հայեր իմ հաճախորդների թվում, բայց սա շատ անձնական տեղեկություն է եւ ես իմ հաճախորդների անունները չեմ տալիս։ Սա կոնֆիդենցիալ է, գաղտնի տեղեկություն է, որը ես երբեք չեմ կարող բացահայտել։ Եվ եթե ես հարց տամ ձեր հայտնի հաճախորդների մասին, դուք ոչ մի անուն չեք տա։ Հայտնի։ Լավ, ես բացառություն կանեմ եւ կնշեմ պարոն Գաֆեսչյանի անունը, բայց նա ինձ համար ոչ այնքան հաճախորդ է, որքան լավ եւ սիրելի ընկեր։ Նրա միջոցով եմ ես իմանում Հայաստանի մասին շատ բաներ։ Պարոն Գաֆեսչյանը շատ է ցանկանում օգնել Հայաստանին եւ օգնում է ինձ ավելի մոտիկ լինել Հայաստանին։ Իսկ հաճախորդների հետ ես ուղիղ կապ գրեթե չեմ ունենում։ Ես վաճառող չեմ, ես արտադրող եմ։ Ոսկյա զարդեր եմ պատրաստում տարբեր ընկերությունների համար եւ այդ ընկերությունները հայտնի են։ Նրանք են ուղիղ կապի մեջ հաճախորդների հետ։ Երբևէ եղել եք ձեր պատմական հայրենիքում։ Ոչ, երբեք չեմ եղել, բայց միշտ երազել եմ։ Հուսով եմ, որ շատ շուտով կգնամ եւ կտեսնեմ բոլոր հիանալի վայրերը, կհանդիպեմ յուրօրինակ մարդկանց հետ եւ կզգամ ինձ ինչպես տանը։ Պարոն Յուսուֆյան, ուզում եմ, որ աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ հայերը չապրեն, լինի դա Հայաստանը, թե հեռավոր Հոնկոնգը, որ հայերը միշտ հայ մնան։ Ինչի օրինակն եք եւ դուք։ Շնորհակալ եմ։